Բարև ձեզ, Հորիզոնը սկսում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Պրահայում ընթացող Գլոբսեգ 2025 միջազգային անվտանգության հեղինակավոր համաժողովին, հանդես գալով Հայաստանը փոփոխվող աշխարհում խորագրով քննարկմանը։ Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության մոտեցումներն ու տեսլականը տարածաշրջանային զարգացումների, անվտանգային մարտահրավերների և խաղաղության հաստատման հնարավորությունների վերաբերյալ։ Վարչապետը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հաստատելով Հայաստանի կառավարության հանձնառությունը հասնելու խաղաղ և երկարատև կարգավորման։ Ես կարգախոս եմ որդեգրել, ասելով չի լինի պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, կլինի խաղաղություն։ Եվ դա իրականություն դարձնելու համար կոնկրետ ժամանակային հորիզոն դիտարկում եք, 25 թվականն արդեն կես է ընկել։ 26 թվականին դա պետք է սպասել։ Գիտեք, կա որոշակի իրավիճակ։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը գործընթացը կապում է որոշ խնդիրների հարցերի հետ։ Դրանցից մեկը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Ինչպես ենք մենք պատկերացնում ելքն այս իրավիճակից։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և լուծարել Մինսկի խմբի կառույցները։ Ինչ վերաբերում է ժամկետին, ապա գիտեք, ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ապահովել ամենը, ի նկատի ունեմ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Մինսկի խմբի մեխանիզմի լուծարումը նախքան այս տարվա վերջ։ Մենք առնվազն կփորձենք դա անել, այսինքն նպատակն է նախքան տարվա վերջ, 25-ի տարեվերջ ցանկանում եք դրան հասնել։ Այո, իհարկե։ Եվ այժմ շատ հստակ ուղեցույց ունեք, կամ պատկերացնում եք խաղաղության պայմանագրի ստորագրումը, որոշ խնդիրների լուծում, որոնք ծագել են կամ կարող են ծագել, նաև ժամանակային հորիզոնը մատնացույց արեցիք, բայց դա իհարկե Հայաստանի տեսանկյունն է, եւ շատ հստակ ասացիք, որ մենք խաղաղության պետություն ենք, խաղաղություն ենք ուզում տեսնել, բայց ձեր քննարկումների մեջ Ադրբեջանի ղեկավարության հետ, իսկ ես գիտեմ, որ հանդիպեցիք Եվրոպական քաղաքական համայնքի ժողովի ընթացքում եւ քննարկելու ժամանակ ունեցաք, ինչքանով կարող եք բացահայտել առանձնազրույցների բովանդակությունը, բայց ինչ տպավորություն եք ստանում իրենց կողմից։ Դրական էր խոսակցությունը։ Մենք պայմանավորվեցինք, որ պիտի աշխատենք միասին այս թեմայի շուրջ, կան նրբություններ եւ իմիջիայլոց մենք աշխատում ենք այս ուղղությամբ, քանի որ դիվանագիտական հարաբերություններ դեռևս Ադրբեջանի հետ չունենք, բայց ունենք դիվանագիտական շփումներ, կոնտակտներ, եւ մենք աշխատում ենք, մենք փորձում ենք նրբությունները լուծել, բարձել։ Մեկ խնդիր է Ադրբեջանը բարձրացնում, որը կապված է իրենց այն ընկալման հետ, թե Հայաստանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ընդդեմ Ադրբեջանի։ Իրավաբանորեն պարտադիր որոշման համաձայն, մեր սահմանադրական դատարանի որոշման համաձայն, մեր սահմանադրության մեջ չկա որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ կամ որևէ այլ պետության կամ հարևանի նկատմամբ, բայց կա եւս մեկ շատ կարևոր լուր, ինչպես արդեն ասացի, մենք համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև, եւ այնտեղ արդեն իսկ նույն Ալմաթայի առճակագիրը համաձայնեցված տեքստում նշված է որպես խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմքը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հիմքը։ Երկրորդ իրավադրույթ էլ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը, հենվելով այն փաստի վրա, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ Եվ եւս մեկ շատ կարևոր դրույթ կա, որի համաձայն կողմերը, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը, չունեն որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել ապագայում։ Եվս մեկ շատ կարևոր դրույթ կա, որի համաձայն կողմերից որևէ մեկը իրավունք չունի իր ներքին օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում չկատարելու համար խաղաղության սույն պայմանագիրը։ Ուստի
Ինչ է իմ ասելիքը։ Երբ մենք ստորագրենք այդ պայմանագիրը Ադրբեջանի հետ, կառավարությունը պարտավոր է այն ուղարկել Հայաստանի Սահմանադրական դատարան։ Մենք երկու տարբերակ ունենք։ Սահմանադրական դատարանը կարող է որոշել, օրինակ, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը։ Ուստի նույնիսկ չնայած որ մեր փորձագետներն ասում են, որ դա հավանական չէ, քանի որ մեր սահմանադրական դատարանն արդեն իսկ Ալմատայի հռչակագրի մասին որոշում կայացրել է, բայց դատարանը մնում է դատարան, եթե դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, այդ պարագայում մենք ստիպված կանգնենք ընտրության առաջ։ Ես արդեն հրապարակավ ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական բարեփոխումներ։ Այնպիսի բարեփոխումներ, որոնք մեզ հնարավորություն կընձեռեն առաջ շարժվել, սակայն եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն լիովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, մենք կարող ենք այն ուղարկել խորհրդարան եւ վավերացնել այն։ Եվ վերջին մեկ բան, վավերացման դեպքում, այդ պայմանագրի մեր խորհրդարանում վավերացման դեպքում մենք մեր սահմանադրության մեջ ունենք դրույթ, որի համաձայն վավերացված միջազգային փաստաթղթերը ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան ներպետական օրենսդրությունը։ Ուստի ես ի նկատի ունեմ, որ եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, այդ մտահոգությունները հարատելու անմիջական երաշխավորված ճանապարհը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գլոբսե 2025 ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհեմ Մոլտերերի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։ Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հարվածները հասցվել են Իսրայելի տասնյակ թիրախների, ռազմական եւ օդային բազաների։ Հրթիռային հարձակումներն իրականացվել են մի քանի ալիքներով։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թեհրանի հրթիռները երկու անգամ խոցել են Իսրայելի պաշտպանության նախարարության Թել Ավիվում գտնվող շենքը։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են երկու զոհի եւ ավելի քան 70 վիրավորի մասին։ Իրանական Ֆարս լրատվականը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռներ, այդ թվում երկու F-35 կործանիչներ։ Հաղորդվում է, որ խոցված իսրայելական կործանիչներից մեկի օդաչուն գերի է վերցվել։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը Թեհրանի տարածքում տասնյակ տարբեր թիրախների են հարվածել։ Նշվում է, որ հարվածներ են հասվել ուրանի հարստացման օբյեկտների, հրթիռային բազաների, ինչպես նաև Թեհրանի, Սպահանին, Թավրիզին եւ Իրանի այլ խոշոր քաղաքներին։ Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական եւ քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը, նշելով, որ միջուկային օբյեկտներում ռադիոլոգիական եւ քիմիական աղտոտվածությունը կարելի է վերահսկել ճառագայթային պաշտպանության միջոցառումներով։ Ռաֆայել Գրոսին ելույթ ունենալով իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ այս զարգացումները խորապես մտահոգիչ են։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտների վրա հարձակումները երբեք չպետք է տեղի ունենան, անկախ համատեքստից կամ հանգամանքներից, քանի որ դրանք կարող են վնաս հասցնել ինչպես մարդկանց, այնպես էլ շրջակա միջավայրին։ Նման հարձակումները լուրջ հետևանքներ ունեն միջուկային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, ասել է Գրոսին։ Նա նշել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ այցելել Իրան, իրավիճակը գնահատելու եւ անվտանգությունն ապահովելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն Օմանի հետ խորհրդակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին եւ Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ Իր հերթին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հարվածները կարող են Թեհրանին դրդել ավելի լուրջ բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի շուրջ։ Հարցին թե արդյոք Իսրայելի հարձակումը կարող է վտանգել միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորումը, Թրամփը պատասխանել է. Ես այդպես չեմ կարծում, հնարավոր է հակառակը, հնարավոր է հիմա նրանք լուրջ բանակցություններ վարեն, նշել է Միացյալ Նահանգների նախագահը։
Այսքան ենք առանձնացրել այժմի համար, դուք շարունակեք հետևել Շանթի եթերներին, իսկ մենք կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։ Ակտիվների աճ, տարեկան շահույթի ավելացում, նշանակալի ձեռքբերումներ եւ զարգացման նոր հնարավորություններ։ Այսպես է նկարագրվում 2024 թվականի ֆինանսական տարին Հայ-Էկոնոմբանկի դեպքում, որի տարեկան ժողովին այսօր մասնակցեցին բանկի բաժնետերերը, կենտրոնական բանկի ներկայացուցիչները, գործընկերներն ու հաճախորդները։ Հայ-Էկոնոմբանկը նախորդ տարի ունեցել է կայուն տնտեսական աճ բոլոր առումներով, որոնք պայմանավորում են նաեւ նորարարական ծառայությունների ներդրմամբ եւ պրոֆեսիոնալ լուծումներով։ Մոբայլ բանկինգ հավելվածով հաճախորդների հեռահար նույնականացման ծառայության ներդրումը ներդրել ենք բանկային համակարգում առաջինը անցանց POS վճարումների ընդունման կարգը, ունեցել ենք շահույթի շեշտակի աճ, վարկային պորտֆելի 17.4% աճ ենք ունեցել, վարկային պորտֆելը կազմել է մոտ 342 միլիարդ։ Բանկի ակտիվներն էլ աճել են 14%-ով, պարտավորությունները 11%-ով։ Բանկը նախորդ տարի մասնակցություն է ունեցել նաև Երևանի տրանսպորտային համակարգում ֆիզիկական եւ վիրտուալ փոստերմինալների ներդրման գործընթացին։ Խորհուրդը ապահովել է բանկի արդյունավետ զարգացումը, որդեգրած ռազմավարության ներքո ճկուն համագործակցելով գործադիր մարմնի հետ։ Միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության զարգացման արդյունքում Հայ-Էկոնոմբանկը կնքել է վարկային մի շարք նոր պայմանագրեր։ Անցյալ տարի ներգրավել էր մոտ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, այդ թվում հոլանդական զարգացման բանկի, վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, OPEC-ի հետ, ինչպես նաեւ 2025 թվականին արդեն այդ հաջողությունները շարունակվել են։ Հայ-Էկոնոմբանկը կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը 2024-ին շուրջ 170 միլիոն դրամ ուղղել է կրթական, առողջապահական եւ սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին։ Իսկ այս տարի զինվորի տան հետ համատեղ իրականացնելու ենք երկու ծրագիր։ Ծրագիրը ուղղված է լինելու առաջի հերթին զինվորի տան թողունակության բարձրացմանը եւ երկրորդը կրթական ծրագրի, որը շրջանակներում մեր տղաներից կրթություն ստանալուց հետո հետագայում աշխատանքի հնարավորություն կունենան բանկում։ Նշված ծրագրերի իրականացման բյուջեն կկազմի 50 միլիոն դրամ, որը կֆինանսավորվի Հայ-Էկոնոմբանկի կողմից։ Տարեկան ժողովի ավարտին Հայ-Էկոնոմբանկն ու զինվորի տունը հանդիսավորությամբ ստորագրեցին համագործակցության պայմանագիր։ Հայ-Էկոնոմբանկից վստահեցնում են բանկի գործունեության կենտրոնում համընկնում են բաժնետերերի, հաճախորդների եւ աշխատակիցների շահերը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Որակյալ վիդեոզանգերի իրական ժամանակում տվյալների փոխանակման եւ նոր սերնդի տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման համար Ucom-ն առաջարկում է գերարագ 5G ցանցը, ինչի գործարկման մեկնարկը Երևանում ազդարարվել է 3 երեկոյան։ Սակայն մինչ մայրաքաղաք հասնելը կապը հասանելի է եղել նաեւ Հայաստանի այլ մարզերում։ 5G-ն արկա է եւ ունենք 35 մարզերի քաղաքներում, 3 սահմանային անցակետերում, ասելով Բագրատաշենը, Բավրան եւ Ակարակը, արդեն ունենք 5G ծածկույթ Երևանից մինչև Դիլիջան Մայրուղիում։ Nokia-ն եւ Ucom-ը համատեղ ջանքերով են նախագծել եւ կառուցել 5G ցանցը, բայց սա միայն սկիզբն է, համագործակցությունը կլինի շարունակական, նշեց Nokia-ի ավագ փոխնախագահը։ Հիմնվելով մեր մեծ փորձի եւ ոլորտում առաջատար տեխնոլոգիաների վրա մենք կառուցել ենք հզոր, գերարագ արձագանքող եւ արդյունավետ 5G ցանց, որն օգնում է Ucom-ին ապահովել բացառիկ փորձառություն իր բաժանորդների համար։ Այն կաջակցի բիզնեսներին իրենց թվայնացման ճանապարհին եւ անհատների գերարագ կապ կտրամադրի։ Ucom-ն ունի հստակ ռազմավարություն լինել լավագույն թվային օպերատորը Հայաստանում մշտապես գործելով հաճախորդակենտրոն ձևով։ Նոր 5G թարմացումը հենց դրա վկայությունն է։ Այսօր մեծ հպարտությամբ կարող ենք մենք արձանագրենք, որ մի քանի ժամ հետո մենք Երևանում կունենանք 5G, որը կարող ենք ասել աշխարհի քիչ երկրներում է հասանելի։ Ցանցը, որի մաս է կազմում Nokia-ի նոր AirScale ռադիոմուտքի սարքավորումը, 5G Core եւ IMC Voice Core-ը, ինչպես նաեւ IP երթուղավորման լուծումները հասանելի է Ucom-ի կանխավճարային եւ հետվճարային շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար։ Ucom-ի հետ համատեղ մենք նոր տեխնոլոգիական սերունդն ենք ներդնում Հայաստանում։ Մենք գնահատում ենք Հայաստանի կառավարության ջանքերը թվային տնտեսություն ստեղծելու գործում, որը հնարավորություններ կբացի տնտեսական աճի համար բոլոր ճյուղերի եւ արդյունաբերության ոլորտի համար։ Ucom-ի ցանցի արդիականացումն ու օնլայնումը շարունակվում է յուրաքանչյուր հաճախորդին բերելով ավելի որակյալ կապ եւ հնարավորություններ։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։